Մենք հիմա կանգնած ենք մեր կառուցվող շենքի հիմքում։ Զրոյական կետից էլ ցածր, այսպես փորվում է հիմքը, որի վրա կառուցվելու է զինվորի տան 8 տղաների երազանքի տունը։ Դժվարը հողային աշխատանքներն է, դուրս գալը, հողից դուրս գալը։ Հենց բարձրանանք մեր զրոյական ատմետքին, էսի մինուս 1.38-ն է։ Կբարձրանանք մեր զրոյական ատմետքին, շեբեն, սետկա, բետոն։ Ու հույս ունեն 1 տարի հետո այստեղ արդեն կանգնած կլինի 8 առանձնատուն։ Մենք այսպես շահառուներին չընտրեցինք, շահառուները իրենք ընտրեցին այս ծրագիրը։ 44 օրյա պատերազմից հետո մեզ դիմեցին զինհաշմանդամներ, ովքեր ասացին, որ գիտես մեր հաշմանդամությամբ չենք կարողանում անվասայլակով տեղաշարժվելով հարմար տեղ գտնենք ապրելու համար, ինչ է հնարավոր անել։ Տղաները մտածում էին, որ պետության կողմից 1000 դրամների հիմնադրամի կողմից իրենց ստացված 10 միլիոն դրամները եւ լրացուցիչ կարող են վարկային միջոցներ վերցնել, որպեսզի այսպես ունենան գեղեցիկ լավ տներ, թաղամաս, որը ամբողջությամբ իրենց հաշմանդամությանը կամ խնդիրներին հենաշարժական հարմարեցված կլինի։ Զինվորի տունը դիմեց կառավարությանը հողատարածք հատկացնելու ակնկալիքով։ Կառավարությունը մեզ տրամադրեց ճիշտ այնքան, ինչքան որ մենք էինք պլանավորել, եւ տղաներին տրամադրեց այս հոյակապ հողատարածքը, որը նախկինում, եթե չեմ սխալվում, դատախազության բալանսի վրա էր որպես պետական գույք, սակայն այնտեղ էին ուրախ, որ իրենց բալանսի վրա գտնվող հողը փոխանցվելու է զինվորներին։ Աբովյան քաղաքի մուտքի մոտ է Բալահովի տուն, Աշխեգն ասում է, այսպիսի լավ հող որևէ տեղ դեռ չէր հանդիպել։ Եվ այստեղ այսպես գալիս էինք, երազում էինք։ Երազանքի տունը, որպեսզի դառնար իրականություն, ծրագրին միացավ Հայաստան համահայկական հիմնադրամը։ Համայնքական հիմնադրամից զանգ ստացանք, քանի որ ծրագրի համար բարերար չունեինք եւ նշեցին, որ պատրաստ են ամբողջությամբ 8 տները սեփական իրենց վերավերցնել ամբողջ ծախսերը եւ կառուցել։ Դա այն պահին էր, որ մենք մի փոքր այսպես մտահոգությունների մեջ էինք արդեն ինչ է լինելու ծրագրի հետ։ Իրականացվող էլի մոտ 40-ից 50 ծրագիր ունենք, որոնցից մեկը Բալահովիտի ծրագիրն է, այս բնակարանաշինական։ Ծագեց այս միտքը անցած տարի մեր հեռուստամարաթոնից առաջ, այն հիմք դարձավ մեր անցած տարվա հեռուստամարաթոնի ուղղվածություններից մեկին, այսինքն այդ 8 տներ առանձնատները եւ իրենց շուրջ ենթակառուցվածքների ու բարեկարգման աշխատանքները մոտ մինչեւ $1 միլիոն մասին է խոսք գնում այստեղ, որի շուրջ, այսինքն մեծ մասը տրամադրվում է Տորոնտոյի Կանադայի մեր տեղական մարմնի կողմից։ Մնացած գումարը որպես նպատակային նվիրատվություն հենց մարաթոնի ընթացքում է նվիրաբերվել։ Ամեն ինչ լինելու է։ Շենքի երկարությունը մոտ 80 մետր է, լայնությունը 11 մետր։ Բնակելի տները յուրաքանչյուրը 105-106 քառակուսի մետր մակերես ունեն եւ նախատեսված են հաշվանդամ զինծառայողների համար։ Ամեն մեկն ունի 3 հատ ննջարան։ Մի ննջարանը հաշվանդամ զինծառայողի համար է առանձին սանհանգույցով եւ լողարանով։ Պատմում է շինարար խորհրդատուն ցույց տալով նախագիծը, որը սկզբնականից մի քիչ փոփոխվել է։ Նախնական նախագծով նախատեսված է եղել տարածքում իրականացնել Երևան-Աբովյան ճանապարհին զուգահեռ կառույցները դնել, տեղադրել, բայց քանի որ այս գետակն է անցնում, որպեսզի բնակարանները հեռու լինեն գետից, իրեն ներկայումս փոխվում է նախագիծը, դնում ենք զուգահեռ գետի ուղղությանը եւ ուղղահայաց կլինի դա Երևան-Աբովյան մայրուղուն։ Գետակի շուրջ կողքով հենապատ ենք իրականացնում, կունենանք տաղավար, խաղահրապարակ կունենանք, ու ամեն բնակարանը կունենա իրեն հատկացված մոտավորապես 6-9-ի վրա կանաչ կոտի, բակային հատվածում։ Գլխավոր մուտքի կողմից կլինի մեքենայի կայանատեղ։ Ու չնայած Հայաստան հիմնադրամը ֆինանսավորում է 8 առանձնատան ու ենթակառուցվածքների կառուցումը, բայց կառավարության հատկացրած հողատարածքի վրա զինվորի տունը մտադիր է եւս մեկ կառույց ունենալ։ Պլանավորում ենք կառուցել մեծ կացարան, որը կծառայի տղաների համար, ովքեր չունեն հարազատներ եւ խնամողներ։ Մենք պլանավորում ենք մոտավորապես նախնական 20 այսպես մահճակալ ունենալ նրանց համար։ Այդ կառույցի մյուս հարկերն էլ կրթական նպատակների կծառայեն։ Հիմա նաև մտածում են, եթե այս ամենը ստացվի, էլի դիմեն կառավարությանը տարածքը մեծացնելու համար, որ նաև ջերմոցային տնտեսություն ու կրթական լաբորատորիաներ հիմնեն, այսքի անդամները հենց տեղում նաև աշխատեն։ Երևան, տարբեր մարզեր, նաև Արցախից։ Տղաների ծննդյան աշխարհագրությունը լայն է, նրանցից միայն մեկը դեռ իր ընտանիքը չունի, որոշել են հարսանիքը այս տարածքում անել։ Օրերս ծնվել է տղաներից Դավիթի առաջնեկը, մյուսը Անդրանիկը 3 ունի, ավելի շահագրգիռ ու անհամբեր հենց երեխաներն են, թե երբ պիտի վարձ
հարցով ու նեղ բնակարաններից տեղափոխվեն այս նոր հատուկ իրենց համար կառուցվող թաղամաս։ Եթե ֆորս մաժորներ չլինեն, մենք մտածում ենք, որ մյուս տարի այս ժամանակ արդեն տղաները կլինեն իրենց տանը։ Իրինա Մկրտչյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։